Արդեն 6-րդ օրն է, ինչ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորված է եւ գտնվում է կալանքի տակ, պահվելով Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ։ 2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն էր ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինս կողմից նույն օրը որոշում է կայացվել Սամվել Կարապետյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի երկրորդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Արդյունքում գործարարը կալանավորվեց։ Մեզ ասած տեղեկությունների համաձայն այս քրեական վարույթի նախաձեռնելուց հետո քննչական կոմիտեն մտել է գործարարի տուն խուզարկության եւ մեզ ասած լուրերի տանից տարել են միայն ըստ էության գործարարին պատկանող համակարգիչը։ Ավելին, քիչ առաջ փաստաբան Արմեն Ֆարոյանը հայտարարություն տարածեց, որ որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Ցանկանում եմ հայտնել, նոր նշված դիմումն արդեն մուտքագրվել է վերաքննիչ քրեական դատարան եւ ենթակա է անհապաղ քննարկման։ Հայտնում եմ նաեւ, որ փաստը, որ Սամվել Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելի սպառման ենթակա է միայն այն ներպետական միջոցները, որոնք արդյունավետ են։ Իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է։ Իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները մարդու իրավունքների եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Կհետևենք իրադարձությունների զարգացմանը, ինչպես հայտնի է, գործարարը կալանավորված էր, նրա կալանքի դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան եւ ինչպես նկատում ենք, պաշտպանական կողմը վերաքննիչի բողոքից հրաժարվում է, հաշվի առնելով, թե որ դատավորին էր այն մակագրվել, իսկ դատավորը Արմեն Դանելյանն է։ Կհետևենք իրադարձությունների զարգացմանը։